Հունիսի 30-ին կայացավ Միքայել arczepiskopos Աջապահյանի պաշտպանական խմբի անդամների ասուլիսը։ Խմբի 4 փաստաբանները նախ մանրամասնորեն անդրադարձան Միքայել Սրբազանի կալանավորման հանգամանքներին, ապա ամբողջ գործընթացի իրավական խնդիրներին։ Փաստաբան Արա Զոհրաբյանը, որը ներկա էր եղել հունիսի 27-ին Մայրաթորում տեղի ունեցած իրադարձություններին, կրկին շեշտեց. Սրբազանն ինքնակամ է ցանկացել գնալ, սակայն ճանապարհը փակել են քահանաներն ու հավաքված ժողովուրդը, որից հետո իրավիճակը սրել են ազգային անվտանգության ծառայության դիմակավոր ծառայողները։ Քահանաների մոտ օբյեկտիվորեն վրդովմունք առաջացրեց այս վիճակը, իրենք դա վերագրեցին, որ սա իրենց դեմ ուղղված է, սա եկեղեցու դեմ ուղղված քայլ է, որովհետև դիտավորյալ հատուկ ընտրել են այն օրը, երբ որ քահանաները կան եւ Մայրաթորից բերման ենթարկելու, որպեսզի դրանով նաեւ ինչ որ առումով ջարդեն եկեղեցուն։ Միքայել Սրբազանը ինքը կրկին իր որոշումը ասեց, ես ուզում եմ գնալ, ես վախենալու բան չունեմ, ես ուզում եմ գնալ։ Իրավական հետևանքների մասին նա տեղյակ էր։ Ուղևորվեցինք դեպի իրենց մեքենան։ Դուք տեսաք, որ ժողովուրդը չթույլատրեց Միքայել Սրբազանին հեռանալ։ Եվ ստիպված Միքայել Սրբազանը նորից վերադարձավ դեպի շենք։ Ուրեմն դրանից հետո կրկին ոստիկանները եւ ԱԱԾ ծառայողները մի երկու անգամ գրոհ կազմակերպեցին, փորձեցին գրոհել։ Ժողովուրդը կրկին չթույլատրեց։ Փաստաբան Երեմ Սարգսյանը ներկայացրեց, թե ինչու են Միքայել arczepiskoposին ներկայացված մեղադրանքը հիմնազուրկ համարում։ Իրենք ինչ են ասում, դատախազությունը ասում է իբր թե 2025 թվականի հունիսի 21-ի այս հայտարարություններ եւս հանդիսացել է սրա համար հիմք, բայց ուրեմն հունիսի 4-ին իրենք այս process-ը արդեն սկսել են, դատախազությունը իր նախաձեռնությամբ այդ հրապարակումը ուղարկել է ոստիկանությունը իբր թե հաղորդում է պատրաստել, ուղարկել քննչականը բարույթը նախաձեռնել է։ Երբ որ հետ են գնում թե հունիսի 4-ին ինչ հետաքրքրություն իր մեջ, տեսնում ենք, որ հունիսի 3-4 վարչապետը իր էջում ուղիղ թիրախավորում էր Միքայել Սրբազանին։ Այսինքն, եթե ընդհանրապես հոգևորականության հետ էր կապված ամեն ինչը, այդ օրերին ուղիղ Միքայել Սրբազանի հետ էր կապված։ Եվ ինչպես գիտեք, մեր իրավապահները ասենց արդեն իսկ վատ սովորություն ունեն, տեսնում են ինչա ցանկանում վարչապետը, իրենք միանգամից այդ բոլոր ցանկությունները փորձում են իրականություն դարձնել։ Կալանավորումը իրավական չէր, կալանքի միջնորդության բովանդակությունը 0 էր, ընդգծեց փաստաբան Ռոման Ահարոնյանը։ Մեր ճակերտավոր ասած հանցանքը վաղուց բացահայտված է, տեսաձայնագրված է, իր բոլոր դետալներով, ամեն ինչով վաղուց տեղադրված է համացանցում, բոլոր լրատվական միջոցներում եւ այլն եւ այլն։ Այսինքն սա այն հանցանքն է, որը կառուցված է խոսքի բովանդակության վրա, որը չի պահանջում լրացուցիչ ինչ-որ ջանք, ապացույց, փաստ, որով კი ապացուցենք որևէ դետալ եւ այլն, որ puzzle-ը հավաքենք։ Քանի որ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածում որևէ տեղ հեղաշրջում բառը չկա, մենք քննիչին դատախազին հարցնում ենք, ասում ենք, լավ, դուք ինչ եք հասկանում հեղաշրջում ասելով, որովհետև իրանք հատկապես շեշտադրումը դրել էին հեղաշրջում բառի վրա, մենք ինչ եք հասկանում։ Որևէ պատասխան չեղավ։ Մենք բացատրական բառարանից ներկայացրեցինք, որ հեղաշրջում մի քանի տեղ նշում է արմատական փոփոխություն, ու հեղափոխություն որոշ առումով եւ այլն։ Հիմա ասում ենք սրանից ի՞նչն է դուք դիտարկում որպես իշխանություն զավթելու ուղղված կոչ։ 0 արձագանք, միանշանակ եմ ասում, որևէ կերպ մեկնաբանություն չկա։ Այսինքն այս առումով նորից հեղաշրջում բառը որևէ կերպ չեն կարող իրենք տեղավորել այս հանցավոր տրամաբանության մեջ։ Թեպետ Միքայել arczepiskopos-ը բազմիցս փորձել էր մարդկանց համոզել, որ չխոչընդոտեն եւ որոշել էր ինքնակամ գնալ քննչական կոմիտե, քննչականում փորձ է արվել խոչընդոտելու մասին գործ հարուցել։ Սրբազանը իրականում մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի ներկայանա քննչական կոմիտե։ Այնտեղ գտնվող քաղաքացիները շատ մեծ, ուրեմն այսպես դիմադրություն էին ցույց տալիս, որ իրենց առաջնորդը, հոգևոր առաջնորդը հանկարծ չհայտնվի ապօրինի մեղադրանքի առջև եւ կանգնի դատարանում որպես մեղադրյալ։ Հետևաբար դրանից հետո միջնորդություն տանել ու միջնորդության մեջ նշել, որ թաքնվելու հավանականություն կա, առնվազն անհասկանալի է։ Փաստաբան Արա Զոհրաբյանի կարծիքով թե ներխուժումը Մայրաթոր, թե Միքայել Սրբազանին շինծու մեղադրանք ներկայացնելը եկեղեցուն վարկաբեկելու փորձ է իշխանությունների կողմից։ Հետ են կանգնում, երկու քայլ հետ են գնում եւ ամբողջ գործընթացն ենք նայում, կտեսնենք, որ այս հակաեկեղեցական շարժումը շատ նման է Տուշոնկա օպերացիային։ Եթե ուզում եք տեսնեք, ինքը նույն ծրագիրն է։ Այսինքն
փորձում են անձին թիրախավորեն, բայց ինստիտուտ կապեկեն, դրա հետ կապված որոշակի բարոյական իրավական խնդիրներ ցույց տան եւ այդ ինստիտուտին զրկեն մարդկանց հանրության պաշտպանությունից։ Այս երկու օրվա մեջ շատ հանդիպեցի հարցադրումների, գրառումների, որ ինչ էր ասում վեհափառը կամ ինչու չառաջնորդեց վեհափառը այս համազգային շարժումը կազմակերպելու եւ ինչու չկարողացան անգամ մենք այս դիմադրելով ուրեմն Սրբազանի կալանավորումը բացառել։ Փառք Աստծո, որ այդ ամեն ինչը իրականում տեղի չունեցավ, որտեղ վեհափառն էլ այնքան իմաստություն եւ ողջախոհություն ունի, որ չէր կարող իր հոտը տանել բախման։ Փաստաբանները միաձայն արձանագրեցին երկրի ղեկավարը բացահայտ ուղղորդել է իրավապահ մարմիններին։ Դրա վկայությունը շինծ ու մեղադրանքն է, անհիմն կալանավորումը, դատավորի պահվածքը։ Մենք, այսպես ասեմ, լավ գիտենք, ճիշտ է, այսօր Նիկոլ Փաշինյանը վարչապետ եւ քրեադատական գործընթացին մասնակցելու իրավունք չունի, բայց մենք լավ գիտենք, որ իրականում սահմանադրական կարգը ինքն է տապալել։ Ինքը բոլոր 3 իշխանությունները ուզուրպացրել է, վերցրել իր ձեռքը, ինքը եւ քննիչ է, եւ դատախազ է, եւ դատավոր է։ Մենք իհարկե սրա հետ կապված փաստաբաններով նաեւ հանցագործության մասին հաղորդում ենք նախապատրաստելու, դրա շուրջ աշխատում ենք։ Լրագրողների հարցերին ի պատասխան փաստաբան Արա Զոհրաբյանը իրավական գնահատական տվեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառումներին, բացահայտ ուղղորդումներին եւ նպատակներին։ Մենք օրինակ չենք բացառում, որ հաջորդիվ էլի նմանատիպ դեպքեր են լինելու։ Էլ են փորձելու եպիսկոպոսների ձերբակալել, ընդհանուր փորձելու են կաթողիկոսի նկատմամբ մի շարք պրոցեսներ անել։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը այժմ գտնվում է ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում։ Նա կալանավորվել է 2 ամսով։ Հերմինե Հակոբյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։